Բարի երեկո 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Վաղ շաբաթում համայնքի ընտրությունները ՔՊԱ-ականները շատ մեծ ուրախությամբ են անընդհատ նշում, որ ջախջախել են ընդդիմությանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա նախերգանքն էր 2026-ի խորհրդարանական ընտրությունների եւ խոստանում է, որ նույն հզորությամբ ջախջախելու են նաև ուրեմն 2026-ի ընտրություններին, նաև այսպիսի մի արտահայտություն է անում, ասում է, ինչ դաս պետք է քաղենք վաղաշաբաթի ընտրություններից, ասում է, ինչու ընդդիմությունը պարտվեց, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի մասին, իսկ մենք խոսում էինք կյանքի մասին եւ մարդիկ ահա ընտրեցին կյանքը։ Իսկ այդ դեպքում Գյումրիում ինչ էր։ Իսկ այդ դեպքում Փարաքյարում վերջերս ինչ էր, երբ որ քաղաքացիական պայմանագիրը խայտարակ պարտություն էր կրել։ Այսինքն, այստեղ իրական տրամաբանական է, ընդդիմությունը փորձելու է ավելի մեծ նշանակություն տալ այն համայնքներում ընտրություններին, որում իրենք են հաղթել, իշխանությունը փորձելու է ավելի մեծ նշանակություն տա վաղաշաբաթում այս վերջին իրադարձություններին, դա տրամաբանական է, բայց դասերի մասին ես կուզենայի մենք մի փոքր ավելի իսկապես մանրամասն այս հարցին անդրադառնայինք ու արդարության համար նշենք հետեւյալը, քաղաքացիական պայմանագիրը իրենք կարողացել են Գյումրու ընտրություններից դասեր քաղել։ Սա ակնհայտ է եւ այս ամենի հետեւությունները պետք է անի նաեւ ընդդիմությունը։ Եկեք շերտ առ շերտ բացենք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, ինչ արեցին իրենք վաղաշաբաթի ընտրություններից առաջ Գյումրու ընտրություններից հետո։ Սույն թվականի հունիսի 20-ին համայնքի խոշորացում տեղի ունեցավ, այսինքն վաղաշաբաթին միացավ Խոյ համայնքը իր գյուղական մի քանի բնակավայրերով, այդ էլեկտորալ պատկերը փոխվեց։ Արգիշտի Մեխակյանն էլ հենց հանդիսանում էր այդ Խոյ համայնքի ղեկավարը, այսինքն իրենք այսպես նախընտրական բոնուս արդեն դրանով ստացան։ Երկրորդ նախընտրական բոնուսը իրենք ֆինանսապես խրախուսում էին քաղաքացիներին ընտրել քաղաքացիական պայմանագիրը։ Դրա ամենավառ վկայությունն այն է, որ Արգիշտի Մեխակյանի խոսքերով մինչև ընտրությունները, այն պահից հետո երբ որ նա դառավ ԺՊ, կառավարությունը մի քանի 100 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել վաղարշաբաթում։ Պատահական չէ, որ հենց ընտրություններից առաջ իրենք այս քայլի են դիմում, իմիջիալոց նույնը իրենք արել են նաև Գյումրիում, ուղղակի ի տարբերություն Գյումրիի, Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթում նույնիսկ չերևաց։ Գյումրիում ինքը վերջին հանրահավաքին գնաց, մասնակցեց, միջոցառումների մասնակցեց, վաղաշաբաթի պարագայում Ալեն Սիմոնյանից ավելի բարձր պաշտոնյա չմասնակցեց, Նիկոլ Փաշինյանից ավելի տոքսիկ քաղաքական գործիչ Հայաստանում այս պայդրությամբ բարդ է գտնել։ Փաշինյանը հիմա նույն կարգավիճակում է, ինչ կարգավիճակում էր իր նախորդող ղեկավարը Հայաստանի Հանրապետության այսպես կոչված հեղափոխությանը նախորդող շրջանում Նիկոլ Փաշինյանը չգնաց, չմասնակցեց նախընտրական քարոզարշավին, հիմա այստեղ հարց է առաջանում, այս դասը ինքը քաղելու է, 26 թվականին ինքը լայվից այն կողմ ոչնչով չի զբաղվելու, չի քարոզել կամ ում մեջքի ետևում է թաքնվելու, հետևաբար այստեղ մենք պետք է արձանագրենք, որ իսկապես իրենք դասեր քաղեցին, բայց օրինակ Հայաստանի մասշտաբով ընտրությունների համատեքստում ինչ պետք է անեն։ Արցախը պետք է օրինակ չգիտեմ միացնեն Հայաստանին եւ Արցախի քաղաքացիներին առանձին ընտրելու իրավունք տան կամ չգիտեմ Ջավախքը պետք է միացնեն Հայաստանին դրանով են փորձելու փոխել էլեկտորալ պատկերը Հայաստանում, որովհետեւ իրենք վաղաշաբաթում դրա շնորհիվ հաղթեցին։ Եթե դա չլիներ, Սևակ Խաչատրյանը ինքը մոտավորապես այնքան ձայն էր հավաքել, եթե չասեմ գրեթե նույնը, ավելի քան 10,000, ինչպես Դիանա Գրիգորյանը 21 թվականին ավելին հենց բուն քաղաքում նա հաղթել էր։ Բայց ի տարբերություն Դիանա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանը չէր հանդիսանում իշխանության թեկնածու, այո։ Վարչական եւ այլ տիպի ռեսուրսները նա չէր կիրառում։ Տրամաբանությունը հուշում է, որ դա չի եղել, բայց ինքը կարողացել է ավելի քան 10,000 ձայն հավաքել։ Այսինքն ինչ դասերի մասին է էլի խոսում Նիկոլ Փաշինյանը այս պարագայում։ Արգիշտի Մեխակյանը օրինակ ամեն ինչ արեց, որպեսզի ընտրությունները նաեւ չդիտարկվեն որպես քաղաքական ընտրություն։ Երբ որ նաեւ հարցազրույցներում մոտենում էին իրեն հարցում են մասնավորապես վեհապարի հետ կապված իրողությունների ինքը ինչ մեկնաբանություն ունի, շատ դեպքում նա ասում է, որ իր օրակարգում այս տեսակ հարցեր չկան։ Այսինքն նա փորձեց անել ամեն ինչ, որ ընտրությունները վերածվեն զավխոզի ընտրության։ Ինքն էլ ներկայանում է որպես լավ զավխոզ, որ ընդհանրապես կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 26 թվականին ինչ զավխոզ է ճարելու, որ ղեկավարի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը։ Բայց համաձայնվեք, որ այդ քաղաքականությունը տվեց իր արդյունքները։ Տեղական ընտրությունների ժամանակ տվեց, համապետական ընտրություններում ինչ են անելու, իրենք չեն կարողանալու համապետական ընտրությունների ժամանակ խուսափել քաղաքական խոսույթից, քաղաքական պայքարից,
քաղաքական հարցապնդումներից ես դրա համար եմ ասում Զավխոզի ընտրություն դա չի լինելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի արկայությունը որևէ բնակավայրում հստակ ցույց է այն բանի, որ այդ բնակավայրում ԿՊ-ն չի հաղթելու։ Այս առումով շատ նման է Զելենսկուն, որտեղ գնում են նկարվում է, հաջորդիվ այդ տարածքը հանձնում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այստեղ եթե ինքը գնա, ինքը Արգիշտի Մեխակյանին վնասելու է եւ նա կարողացավ հասնել Արգիշտի Մեխակյանը ի շնորհիվ նրա, որ փաստացի թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանի մուտքը վաղար շաբաթ, նա կարողացավ վարչական եւ այլ տիպի ռեսուրսներ կիրառելով հասնել իր նպատակին համապետական ընտրությունների ժամանակ դա չի լինելու։ Տեսեք, բայց սա իշխանության մասով է։ Ինձ նաեւ ինչպես նաեւ շատ հերոստատիտողների հետաքրքիր է նաեւ թե ինչ հետևություններ այս ամեն ինչից կանի ընդդիմությունը, որովհետեւ հետևություններ անելու շատ տեղեր կա։ Ես մի քանի լրատվամիջոցներում հասցրել եմ արդեն նույնիսկ այս ձևակերպումը օգտագործել, բայց կարծում եմ շատ տեղին ձևակերպում է։ Հայտնի հռետորը ասում էր, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հիմա այս ընտրությունները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, իրենք բոլորը սխալվեցին։ Ինչ էր ասում նախագահ Քոչարյանը իր վերջին ասուլիսի ժամանակ, որ եթե լինի հզոր անդիմադիր 2 բևեռ եւ եւս մեկ անդիմադիր քաղաքական ուժ, որոնք այսպես ասած շոկեքաշներն են լինելու անդիմադիր դաշտի, հնարավորություն կա հետընտրական փուլում ձևավորել փաստացի կոալիցիա եւ իշխանազրկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ինչ տեսանք մենք այս ընտրությունների արդյունքներում։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հաղթանակ դաշինքը Սևակ Խաչատրյանը այս առումով իմիջիայլից ինքը չէր թաքցնում, որ նա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ է, որ նաև մարդկային հարաբերություններ կան Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, նա կարողացավ իր փայ, այսպես ասած, քաղաքական խրամատում հնարավոր բոլոր տիպի պայքարներին մասնակցելով հավաքել ավելի քան 10,000 ձայն, 30%-ից ավելի, այսինքն մենք արձանագրում ենք հետևյալը. մարդ, ում անունը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, ընտրություններում ավելի քան 30% ձայն է հավաքում։ Այսինքն ԿՊ-ի այն թեզը, որ Ռոբերտ Քոչարյանին հասարակությունը կամ հայ ժողովուրդը չի ընդունում, ջախջախվեց սրանով։ Հայաստանում մի հետաքրքիր իրողություն կա, ուրեմն հայտնի կամ անհայտ գրասենյակներում Երևանյան, իսկ որոշ դեպքերում ոչ Երևանյան, ձևավորվում են ինչ-որ նարատիվներ, եւ իշխանությունը տարածում է այդ նարատիվները, անդիմադիր որոշ հատվածը եւս, դա այն հատվածներ, որը Փաշինյանից եւ ԿՊ-ից ավելի էր ուրախացել այս ընտրությունների արդյունքներով, իրենք եւս փորձում են այս թեզերը առաջ տանել։ Այդ թեզերից մեկն այն էր, որ ինչ հարցում էին հրապարակել իշխանությունները ընտրություններից առաջ, որ Սևակ Խաչատրյանը 12% ունի, ինչպես նաեւ այն գիծն էին տանում, որ մարդիկ չեն քվեարկելու Սևակին, որովհետեւ նա կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իրենք մնացել են իրենց քարոզչական այդ հնարքի տակ, ստացվում է դուք արեցիք ամեն ինչ, որպեսզի ել ավելի շատ կապվի Քոչարյան Սևակ Խաչատրյանի հետ եւ 30% ձայն այս մարդը ստացավ։ Սա առաջին իսկ մենք տեսնում ենք, որ Քոչարյանը եւ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ հանդիսացող մարդը իր փայ քաղաքական պայքարը տանում է եւ 30%-ից ավելի քվե է ստանում։ Սա առաջինը։ Երկրորդը, մենք տեսանք, որ երկրորդ քաղաքական ուժը հզոր անդիմադիր բևեռը իդեմս մեր ձևով շարժմանը կամ իրենց քաղաքական թիմի չմասնակցեց այս ընտրությունների, բայց պատկերացեք, որ իրենք մասնակցային այդ ընտրություններին։ Հակակշիռը մեծ կլիներ։ Միանշանակ առնվազն մասնակցության տոկոս ավելի շատ կլիներ եւ այն վարչական ռեսուրսը, որը առաջին հերթին ձևավորվել էր ի շնորհիվ նրա, որ Խոյը միացվել էր վաղար շաբաթ համայնքին, այդ վարչական ռեսուրսը զրոյանալու էր։ Սա երկրորդը եւ երրորդը հետեւության տեսանկյունից մենք տեսանք, որ կան մի քանի փոքր քաղաքական ուժեր, որոնցից օրինակ Մայր Հայաստանը ի պատիվ իրենց պետք է նշենք հետևյալը եւ Գյումրիում եւ Երևանում եւ վաղար շաբաթում իրենք տանում են ընտրությունները քաղաքականացնելու ճանապարհով, այսինքն կապում են տեղական խնդիրների լուծումը համապետական խնդիրների լուծման հետ եւ արդեն երրորդ տեղում իրենք կարողանում են քաղաքականացնելով պայքարը ավականում մանդատներ ստանալ։ Այսինքն դա ճիշտ մարտավարություն է, քաղաքականացնել պայքարը միանշանակ ճիշտ մարտավարություն է։ Ինքնին այն հանգամանքը, որ Արգիշտի Մեխակյանը խուսափում էր քաղաքականացնելուց, ամենավառ ապացույցներն նրա, որ սա աշխատող տարբերակ է քաղաքականացնել պայքարը, բայց Մայր Հայաստանին այս պարագայում դեռ մի կողմ ենք թողնում։ Մենք տեսանք նաև հետևյալ, որ առնվազն մի քանի անդիմադիր քաղաքական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժեր կային, որոնք բավականին բարձր ամբիցիաներ ունեին, բայց չկարողացան նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել։ Այս քաղաքական ուժերը իրենք պետք է կարողանան ճիշտ հետևություններ անեն այս ամեն ինչից
ճիշտ գնահատեն իրենց ոչ միայն ֆինանսական եւ կազմակերպչական կապիտալը, այլ նաեւ էլեկտորալ կապիտալը։ Իրենց ընտրելու են, թե չեն ընտրելու, եւ իրենց համար պետք է մի քանի հարցի պատասխանեն։ Իրենք առաջինը ուզում են նպաստել քաղաքական փոփոխություններին, թե ուզում են իրենց մասնակցությամբ ապահովել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, որովհետեւ եթե փոքր կուսակցությունները շատ են, այդ քվեները փոշիանում են։ Երկրորդը, եթե որոշում են մասնակցել, այդ մասնակցության ֆորմատը ինչպիսին է լինելու։ Միգուցե վերջում մարդիկ գնան խոշորացման, միանան Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, միանան մեր ձևով դաշինքի կամ փոքր կուսակցություններով, միանան եւ մեկ ինչ որ մի ֆորմատով կամ հանդես մի դաշինքով հանդես գան։ Եվս մի տարբերակ կա՝ չմասնակցել ընտրությունների։ Ով ասաց, որ անպայման բոլորը պետք է մասնակցեն։ Ես ոչ թե սովորաբար ավելի ուժեղ եմ։ Տեսեք, հիմա ես դրա համար եմ ասում, դու պետք է գնահատես քո ամբիցիաները, բայց նաև պետք է հասկանաս առաջնահերթությունները։ Եթե առաջնահերթությունը քաղաքական փոփոխությունն է, մենք ինչ արձանագրեցինք այս ընտրությունների ժամանակ, ընդդիմությունը գրեթե բոլոր տեղամասերում արդեն կա, գրեթե բոլոր խախտումները, կուտակումներից մինչև քարոզչական պաստառների արկայություն ընտրատեղամասերում կարողանում են արձանագրել, բայց կանխել դեռ չեն կարողանում։ Միգուցե այն քաղաքական ուժերը, որոնք էլեկտորալ առումով խորհրդարան անցնելու շանս չունեն, բայց չեն ուզում միանան ինչ-ինչ քաղաքական թիմին, ինչ-ինչ պատճառներից ելնելով, միգուցե իրենց ուժերը այս ամեն ինչի վրա կենտրոնացնեն, աշխատեն այն ուղղությամբ, որ ընտրությունների օրը տոտալ վերահսկողություն իրականացվի ընտրատեղամասերում։ Միգուցե իրենք փորձեն նպաստել նրան, որ օրինակ միջազգային դիտորդական առաքելություններ բերենք Հայաստան, որպեսզի ոչ միայն իշխանությունները ձևավորեն միջազգային վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, այլ նաև ընդդիմությունը իր լուման այս ամեն ինչում ներդնի։ Այսինքն մասնակցելու ֆորմատներ կան, եւ այդ մասնակցությունը հետագայում քաղաքական առումով կապիտալիզացնելու տարբերակներ եւս կան։ Հիմա մնում է պարզապես ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները։ Բարդ բան չենք ասում, ոչ էլ որոշ անդիմադիրների պես չենք ասում, դուք չպետք է մասնակցեք ընտրություններին, չէ՞ որ դուք ընդհանրապես պետք է դուրս գաք քաղաքականությունից։ Ոչ, տարբերակներից մեկը իրոք չմասնակցելն է, բայց այլ ֆորմատով ներգրավել քաղաքական գործընթացներին։ Ժամանակ կա։ ԿՊ-ն Գյումրիի ընտրություններից դասեր քաղել է։ Հիմա տեսնեք ընդդիմությունը այդ դասերը քաղելու է, թե ոչ։ Սամվել Կարապետյանին եւս 2 ամսով երկարացրին կալանքը, հակակոռուպցիոն դատարանն այդպիսի որոշում կայացրեց։ Այս քաղաքականությամբ իշխանություններն ինչ են շահում։ Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Սամվել Կարապետյանը ունի ոչ միայն աշխարհաքաղաքական, կազմակերպչական, ֆինանսական կապիտալ, որ իրենց համար խնդրահարույց է լինելու հաղթահարելու, այլև իրենք շատ լավ գիտեն, որ էլեկտորալ տեսանկյունից Սամվել Կարապետյանի ուժը դա այն ուժն է, որը կարող է այս իշխանությունների համար եւս մեկ անդիմադիր քաղաքական բևեռ հետ խնդիր ստեղծել միավորվելու պարագայում։ Իրենք փորձում են դա կանխել, իրենց գործողությունները տրամաբանական են, բայց թափանիվը արդեն պտտվում է։ Սամվել Կարապետյանը կալանավորված լինի, թե կալանավորված չլինի, մեր ձևով շարժումը արդեն իսկ ներգրաված է քաղաքական գործընթացների մեջ, իրենք մասնակցելու են ընտրությունների, դրա շնորհիվ ընդհանուր մասնակցության թիվը ավելանալու է, ինչը խնդիր է լինելու, ինչը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու իշխանությունների համար։ Բացի դրանից, մենք առնվազն գոնե հայտարարությունների մակարդակով մենք տեսնում ենք, որ մեր ձևով շարժման ակտիվը ինքը քաջ գիտակցում է, թե Հայաստանում ինչ քաղաքական իրավիճակ է, քաղաքական ակտիվությունը ինչ խնդիրներով է հղի նաև իրենց համար, բայց մենք տեսնում ենք, որ ետքը չի կատարվել։ Կարծում եմ իշխանությունները կարծում են, որ մեկուսացնելով Սամվել Կարապետյանը իրենք կկարողանան ինչ-որ երկխոսության մեջ իր հետ մտնել, ինչ-որ սակարկություններ անեն, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ ֆինանսական ակտիվ կորցնելու փաստացի գնով ոչ Սամվել Կարապետյանը, ոչ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները, ոչ ընտանիքի անդամները, իրենք այս իշխանության հետ կոմպրոմիսի չեն գնում, սակարկությունների չեն գնում, սա եւս խնդիր է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի համար։ Հատկապես Սամվել Կարապետյանը յուրովի լոկոմոտիվի դեր է կատարում, այո, իր թիմի համար։ Միանշանակ եւ սրա մասին ասվել է անկախ նրանից, այսինքն նա կլինի մեկուսացված թե չէ, նա գաղափարական առաջնորդն է լինելու այս թիմի։ Պարոն Մաթևոսյան, անդրադառնանք նաև ԱՄՆ պետքաղաքարտուղարի քաղաքական հարցերով տեղեկալ Ալիսան Հոշյարի այցելությանը Հայաստան։ Նշվում էր, որ այցելության գլխավոր նպատակը Զանգեզուրի միջանցքի թեման է, Հայաստան-Թուրքիա ուրեմն հարաբերությունների մասով նույնիսկ Ռուբեն Ռուբինյանն է հանդիպել նրան ԱԺ-ում։ Իրականում այցելության հիմնական նպատակը ո՞րն էր ըստ ձեզ։
Նիկոլ Փաշինյանը ունի աշխարհաքաղաքական կարտ բլանշ մոտակա ընտրությունների ժամանակ հնարավոր բոլոր վարչականից մինչև ճնշման տարբեր գործիքներ կիրառելու, բայց դա քիչ է, դու նաև պետք է աշխարհաքաղաքական աջակցություն իրեն ցուցաբերես։ Այդ աշխարհաքաղաքական աջակցություն դրսևորումներից մեկը լինելու է այն, որ գալիք տարվա գարնանը տեղի ունենալու եվրոպական այդ ընտանիքի գագաթաժողովը Հայաստանում։ Հիմա ամերիկյան կողմի այս ակտիվությունը եւս կարելի է այս համատեքստում դիտարկել, ուղղակի ես ուզում եմ մենք հասկանանք հետեւյալը, հա 21-րդ դարում շատ հեռու նույնիսկ պետք չէ գնալ, էլի, տեսեք Ուկրաինա, Սիրիա, տնտեսական պրոյեկտները անվտանգություն չեն ապահովում։ Սիրիայում, երբ որ ահաբեկիչները գալիս էին իշխանության, Ջուլանիի գլխավորությամբ, ամերիկացիները այդտեղ տնտեսական գործունեությունը շարունակում էին ծավալել, այսինքն իրենք նավթի արդյունահանմամբ էին զբաղված, ինչ արեցին փաստացի Ջուլանին եւ նրա կողմնակիցները, նրա ահաբեկիչ գործընկերները, իրենք ամերիկացիներին երաշխիքներ տվեցին, որ մենք ձեռք չենք տա ձեր տնտեսական օբյեկտներին, բայց քաղաքականապես իրենք գնացին իշխանափոխության փաստացի։ Ուկրաինայում ինչա տեղի ունենում։ Կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուկրաինա պայմանագիր օգտակար հանածանների այդ հազվագյուտ մետաղների Ես չեմ կարծում, որ ռուս զինվորները անգլերեն լեզվի հետ խնդիր ունեն եւ չեն կարդացել այդ պայմանագիրը, բայց իրենք առաջ են շարժվում։ Ռուսաստանից էլ մենք գնահատականներ ենք լսում, որ իրենք ասում են մենք պատրաստ ենք ձեր հետ այս հարցով էլ համագործակցել։ Դա անվտանգային երաշխիք չի տալիս։ Ես հասկանում եմ իշխանությունը ինչ տրամաբանություն են փորձելու տրամաբանությամբ են փորձելու այս այցը ներկայացնել, որ այո, այդ Թրամփի ուղին գնում է, այդ գործընթացը կյանքի է կոչվելու, դա եւս անվտանգային երաշխիք է։ Տնտեսական պրոյեկտները անվտանգային երաշխիքներ չեն։ Նույն Ադրբեջանին եւ Թուրքիան շատ ավելի հեշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվել անվտանգության երաշխիքներ տալ իրենց կոմունիկացիաներին, որ մենք դրան ձեռ չենք տա, բայց դուք մի խանգարեք, մենք արևմտյան ադրբեջանցիների գոյությունը Հայաստանում որոշակի խնդիրներ ունի, մենք այդ խնդիրները լուծենք, բայց դուք ձեր գործընթացը շարունակեք, քան ամերիկացիների հետ մեր պատճառով մտնել կոնֆլիկտի մեջ, ամերիկացիներն էլ այնպես չէ, որ իրենք ուզում են մեր պատճառով կոնֆլիկտի մեջ ինչ-որ կողմի հետ մտնել։ Այլ հարց է, որ տեսեք, էլի ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում չկա մի մարդ, ով չէր ուզենա, որ մենք Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ, Ֆրանսիայի հետ տնտեսական առողջ օրակարգ ունենանք, բայց այդ օրակարգը չի կարող անվտանգության գնով լինել։ Ձեր ասացի հաստատումն այն է, որ Թրամփը հիշում է Ալիևի անունը եւ ոչ միայն հիշում է, այլև նրան գովաբանում է բոլորի մոտ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ասում է that guy։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։